Երկրի գլխավոր ժամն է, ես Սոնա Թորոսյանն եմ, բարի երեկո, բարի գալուստ։ Հեռուստատեսություն մուտք գործեց իրեն բնորոշ վճռականությամբ, սկզբունքայնությամբ ու ինքնատիպ ձեռագրով։ Ստեղծագործական ճկուն միտք, դիպուկ խոսք, բարձր ինտելեկտ ու գեղեցիկ արտաքին։ Ահա այն որակները, որ հիշում ենք առաջինը բնորոշելիս հեռուստալրագրող Սոնա Թորոսյանին։ Ինձ ինչն էր դուր գալիս Սոնայի փաստերի հետ աշխատելու կերպը, մատուցման ձևը, գործի հանդեպ ունեցած մասնագիտական պատվախնդրությունը։ Սոնա Թորոսյան անունը տարիներ շարունակ հնչել է Արմենիա հեռուստաընկերության հենց այս տաղավարից նոր շունչ ու որակ բերելով։ Կարճ ժամանակում նա դարձավ մեդիա դաշտի ֆավորիտներից, իր անսահման սերը լրագրության հանդեպ վերածելով կյանքի կոչումի, մեդիան իր երկրորդ տունը դարձրեց ու շուրջ 21-ամյա գործունեության ընթացքում բազում նվաճումներ ունեցավ։ Տիեզերակայան, մարսագնացներ, ռոբոտներ, տիեզերագնացներ ու կարմիր փոշի։ Հարցազրույցներ հեղինակավոր դեմքերի Շարլ Ազնավուրի, Սերժ Գետիկյանի, Տոնինո Գուերայի, Քրիշտոֆ Պենդերեցկիի, Ստեֆանո Ռիչիի հետ, այդ թվում մի շարք վավերագրական ֆիլմեր։ Վերջին խոշոր երկու պրոյեկտն էլ Արմենիա հեռուստաընկերության եթերում էր՝ Տիեզերական Հայաստան ու Գարնան 100 ակնթարթները խորագրերով։ Բանասիրական գիտությունների թեկնածուն ոչ միայն հեղինակեց և իրականացրեց գործնական լրագրության դասընթացներ, այլև կիսվեց իր գիտելիքներով դասավանդելով Երևանի պետական համալսարանում։ Վերապատրաստվեց նաև արտերկրի հեղինակավոր լրատվամիջոցներում։ Ես համոզված եմ, որ այս տաղավարը, ժամի տաղավարը երկար ժամանակ դեռ Սոնայի շնչով է լինելու, որովհետև հեռուստադիտողները, մեր հավատարիմ հեռուստադիտողները ժամը լրատվական ասոցացնում են նաև Սոնա Թորոսյանի հետ։ Սոնան իր գործի մասնագետն է ուղնուծուծով, պրոֆեսիոնալ ու գերպատասխանատու, հատկապես կրիտիկական պահերին։ Ֆորս-մաժորային իրավիճակներում նրա սառնասրտությունն ու հավասարակշռվածությունը դարձան այն հենասյունը, որի շնորհիվ հեռուստադիտողները միշտ ստացան ճշգրիտ և անաչառ տեղեկատվություն։ Ամենաբարդ պահերին նա կարողացավ ապահովել անխափան եթեր, դրսևորելով բացառիկ դիմացկունություն և մասնագիտական վարպետություն, դառնալով հեռուստադիտողի վստահելի բարեկամը։ Սոնա Թորոսյանի հետ աշխատանքը սկսել ենք 2011 թվականից, ավելի քան 14 տարի։ Եվ այս երկար տարիների ընթացքում կարող եմ ասել, որ Սոնան իրեն աշխատանքում դրսևորել է շատ պրոֆեսիոնալ, գրագետ եւ եղել է շատ սիրելի մեկնաբան։ Տարիներ շարունակ լինելով մեր թիմի անփոխարինելի մասը, մեր սիրելի գործընկերը նոր էջ է բացում իր մասնագիտական ուղու մեջ, հրաժեշտ տալով լրատվական ձևաչափին։ Համոզված ենք, ուր էլ գնա, ինչ նախագծերում էլ ներգրաված լինի, հեռուստադիտողը նրան չի մոռանա։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։